հա, շատ ընտանիքների ես հաճախել եմ օգնեմ ու YouTube-ի մեջ եմ տեղադրել, TikTok-ի մեջ եմ տեղադրել, թե եթե Աստված ձեր սրտերի մեջ կդնե, երեխեք ջան, փոխանցումներ երեք, օգնենք այս ընտանիքին։ Կամ այցելություններ եմ գնացել, փոխանցումներ երեք։ Մեր Աննա քուրը զանգեց ինձի, թե գիտես, կուզեմ մեզ փոխանցում ենեմ։ Եկեղեցուն կուզեմ փոխանցում ենեմ։ Աստված ինձի չթողեց։ Ես կուզեմ մի ամ քեզ հետ խոսամ։ Ես կզգամ, որ աշկերտ կտնե Աստված, որովհետև կան մարդիկ, որ Աստված այդ փոխանցման միջոցով իրան պիտի բերե եկեղեցի։ Փոխանցումը չէ կարևոր, երեխեք, փողով մեր փրկությունը չենք կրնա առնենք։ Ես կրնամ միլիոն դրամ փոխանցեմ, ես փրկություն չունենամ։ Լիլիթ քուրը կրնա 100 դրամ զոհաբերություն ունենա, ինքը փրկություն ունենա։ Հասկանաք կը։ Ու այդ ժամանակ ես խոսացի մեր Աննա քրոջ հետ, իրան չթողեցի որ զոհաբերեր։ Աստված ինձ ցույց տվեց, որ այս երեխեն լրիվ մոլորության մեջ է։ Ու ինքդ պես եկեղեցի եկավ։ Ու գիտեք ինչ ձևի կաջ էր։ Աստված հզոր ձևով իրան կօգտագործեր։ Շատ շատերը կեղնին։ Որ սկզբից զոհաբերությունները կենեն, մեր Մերիքուրն է հմի ինքը չի մասնակցե, հմի խմպագի մեջ է, բայց տեղյակ պայել են ինձի, որ կնամ մեկը չկնանա մասնակցև եւ այլն։ Ինքն էլ է զոհաբերություններով մտե, հմի եկեղեցի։ Երբ ես YouTube-ը վիդեո եմ տեղադրել, մեր ինչի դես ուրտեղից հայտնվել է մեր քուրը ու Աննա ջան, կուզեմ օգնեմ այսինչ ընտանիքին։ Կուզեմ այսինչ ընտանիքին օգնեմ։ Երեխեք, ձեզի մի բան եմ ասեմ։ Առաջինը, որ կուզեք օգնեք ձեզի։ Որ փրկություն ունենաք։ Ես կրնամ առավոտնից իրգուն ծառայեմ եկեղեցում։ Առավոտնից իրգուն աղոթեմ։ Առավոտնից իրգուն օգնություն բաժնեմ, բայց փրկություն չունենամ։ Քավատակ։ Որովհետև մեր փրկությունը մեր ծառայությունից կախված չէ։ Կրնա ես բացատրեմ, որ ավելի պարզ հասկանաք։ Կրնա ես մարդկանց կօգնեմ, որ ինձ քովան, մարդկա շատ կսիրի որ իրան քովան, ճանաչում ցերկ բերե։ Կրնա ես կքարոզեմ առավոտնից իրգուն, որբիսի մարդկանց զոհաբերությունները հավաքեմ ու լավ ապրեմ։ Դուք գիտեք ինչքան հովիվներ, այդպես դժոխք են քնացել։ Ունին լավ տներ, լավ մեքենաներ, ինքնաթիռներ, բանվորներ, սարսափելի հարուստ այսօր հովիվներ կան ու դժոխքում։ Կարող է դու ճանաչված փառաբանության առաջնորդ տնես ու դժոխք ես տաս։ Գիտեք ինչքան եմ լսել այդպես վկայություններ։ Մեր եկեղեցին կալածողները մեր բանը պիտի հասկանան։ Որ մեզի ոչ քանակը կհետաքրքրե, ոչ մեր երկար աղոթքները կհետաքրքրե։ Ոչ ես շատ զոհաբերությունները կհետաքրքրե, ոչ է քիչ զոհաբերությունները կհետաքրքրե։ Մեր եկեղեցում մի հատ նպատակ կա։ Սրբվենք, ճիշտ կյանքով ապրենք, մոտենանք Աստծուն, լսենք Աստծո ձայնը, կատարենք Աստծո կամքը։ Տեսակ քիչ առաջ ես ծառայություն չէի կրնա անցկացնել։ Աստված ցույց կուտար մեկին ինձի, որ ես ասեցի որ դուրս կար, ով որ չէր եկեղ Աստծո խոսքը լսելու։ Ինձ այդպես շատ կեղնի։ Որ ես չեմ կրնա, ես պիտի զանգեմ իր այդ խոսամ, իր մեղ կսեմ ապաշխարեն նոր, իրան նորից եմ որ միանա ծառայություններին։ Որովհետև այս եկեղեցին շատ լուրջ եկեղեցի է։ Այս եկեղեցու առաջնորդը Աստված է։ Դուք ամեն անգամ նկատած կեղնիք որ ես ինքս բերանս չեմ բացել, մինչև Տերը բացել չտա,
չեմ աղոտե, մինչև Տերը աղոտել չտա։ Եթե քսե ծառայությունը մի անցկացրու, չեմ է անցկացնե, ես ով եմ որ ծառայություն անցկացնեմ։ Այս եկեղեցու նպատակը նի որ ամեն մեկը սրբվինք ու մաքրվինք։ Թող մասնակցեն 2 հոգի, իժեք հոգի, բայց եղնի Տիրոջ հզոր ներկայությունը։ Ճիշտ է, հիմի տեսեք, մեր խմպակը ամեն օր կմեծնա, 30 քանի հոգի մենակ այս խմպակի մեջ կա։ Հիմի երկրորդ խմպակը պիտի բացեմ, որ մարդիկ նորից հավաքվին։ Հավատացեք, այդ թիվը որակ չի ապահով երեխեք։ Էլի 30 քանի հոգուց կրնա 5 հատ հավատացյալ եղնի։ Ես օրինակ այդ թվերով ընդհանրապես, այդ թվերով երբեք չեմ ուրախանա։ Ես կուրախանամ, երբ որ կտեսնեմ, որ եկեղեցում կա սրբություն ու մաքրություն, ու Տիրոջ ներկայությունը կա։ Որ մեկը մարգարեական խոսք կսե, որ մեկը հայնություն կստանա, մեկը կփառաբանե, մեկը կաղոտե, չէ, մեր ավոկների խումբը օրինակ իշքան կայացած ընտիր խումբ է, որ Տիրոջ հզոր ներկայությունը քիչնի։ Իսկ մեր մեծ խումբը նորա հոգիներ կան, որոնք որ պիտի կամաց քայլեր են Աստծուն։ Կենեն թե չեն են արդեն ընթացքից կերևա։ Աստծու նպատակը, մեր նպատակը նիք որ մարդկանց բերենք եկեղեցի։ Իսկ եկեղեցի կալածողի նպատակն է դեղնոր ինքն է էշտա դեպի Աստծուն։ Ծառայողը կրնա ճաշը էպեթն է թեմը։ Ծառայողը չի կրնա որևէ մեկի տեղը ուտե։ Այսինքն, մեր պարտականությունը նիք է որ մենք օգնենք մարդիկ փրկության կան, մարդկանց նպատակը նիք պրենոր հոժարեն, որբիսի սրբության կան, ապրեն սուրբ կյանքով։ Գիտեք, մենք հեչ մեկս, այս հավաքվածներից առաջինը ես, սուրբ չենք։ Հլենքան բաներ կար, կպայկարենք ու չենք կրնա հաղթահարենք։ Ուդիկ, հավատացեք մինչև վերջ այդպես պդեղնի։ Դի պայկարենք ու չկրնանանք հաղթահարենք։ Ու գիտեք ինչի դպես պդեղնի։ Որովհետև որ պայկարեցիր ու հաղթահարեցիր, դու կմտածես որ արժանի ես փրկվար։ Բայց որ դու միշտ կպայկարես ու չես հաղթահարել, դու կհասկնաս որ այդ փրկությունը դու արժանի չես, բայց Աստված կուտա։ Մեր պատճառով եմ Աստված քեզի փրկություն կուտա։ Ու գիտեք որն է այդ պատճառը, որ դու հասկացել ես որ դու արժանի չես, որ դու մեղքը չես սիրե, որ դու մեղքը չես պաշտպանել, որ դու մեղքի դեմ կպատերազմես, բայց չես կրնա հաղթես։ Ես գիտեք ինչ եմ սկացել երեխեք։ Պողոսին որ կսե բավական է։ Իմ զորությունս քու տկարության վրա պիտի ցույց տամ, որբիսի շատ հայտնություններով չհբարդանաս։ Այդպես երեխեք, ամեն մեկիս վրա տկարություն կթողնի։ Գիտեք ինչ կան կենոր, ընձի հիչ բան կսկամ, վայ Աստված ջան, ես ինչը խոքնած եմ, վայ ես ինչը պիտի անցկացնեմ ծառայությունը։ Դեմից բերանս չէր բացվի, չէի կրնա խոսա երեխեք։ Ես ծառայությունը չէի կրնա անցկացնել, որովհետև աշկերտ կար, իշխոր կողորտիս դանակ դրածներ, ու Աստված ամեն ժամանակ ցույց կտա ինչը կադե մեղքը, ամեն ժամանակ ցույց կտա։ Ու գիտեք, մեղավորները ովքեր են, որ Աստված իրանցից հեռու կմնա։ Եսայա 59-ի 1-2 բացենք կարտանք։ Կրնակ նշեք ես խոսքերը, երեխեք ջան, շատ կարևոր խոսքեր է։ Եսայա Մարդիկ գիտեն թե վայ քսեն չէ, թող կան մարդիկ, Աստված գալածողին թույս չի ենե։ Իսկ դուք գիտեք որ շատերի աղոթքներն է Աստված չի լսե, ուղղակի չի լսե շատերի աղոթքները։ Քսե միթե Տիրոջ ձեռքը կարող չէ փրկել։ Կամ նրա ականջը ծանրացավ որ չլսե։ Բայց ձեր Աստծուն մեջև բաժանում ձգողը ձեր անօրենությունները եղան։ Ձեր մեղքերը նրա երեսը ծածկեցին, որ չլսե։ Մեղքերը ու անօրենությունները գիտեք որոնց մասին երեխեք։ Երբ որ մարդը մեղանջեք ու չի ապաշխարե։
Աստված էլ իր աղոթքը չի լսը։ Այդ մեղքի անօրինության մասին խոսա, չկա մեղք, որ Աստված չները։ Բացի Սուրբ Հոգու դեմ հայոյությունից։ Չկա մեղք, որ չները։ Դավիթը սարսափելի մեղք գործեց։ Աստծո երեխեն նեղնելով հանդերձ ուրիշի կնոջ վրեն աշկը տնկեց։ Ուրիշի կնոջը հղիացրեց, մարդունե սպանեց։ Ու вообще հեչ յանիմ թե ինքը չէ ամեն ջենողը միջև որ մաշկարային չղրկեց։ Հա, անկիստ կաբրեր այդ մարդը։ Մաշկարային գնաց նոր ամեն ինչ ընկավ իր տեղը։ Դուք գիտեք, այսօր է շատ մարդիկ այդպես կաբրեն, իրանց կթվատ իրանք շատ ճիշտ կյանքով կաբրին, միջև որ մեղքը չես հանդիմանե։ Բայց կան մարդիկ, որ Դավիթի նման կաբաշխարեն, իրանց պատիժները կկրեն, որովհետև Աստվածաշնչի մեջ գրած է. մեղավորը անպատիժ չի մնա։ Աստված էլի կները, բայց նաև կպաճե քեզի։ Կներեմ, բայց պիտի մի հատ ծեծ ուտես։ Չէ, Դավիթին ինչ ծեծեց։ Այն երեխեն, որ նոր անօրինական ճանապարհով ինքը ունեցավ, վերցրեց այդ երեխին։ Ու ինչ կսե, ձեր անօրինությունները եղան ու ձեր մեղքերը նրա երեսը ծածկեցին, որ չլսե։ Արագած 28:9-ն է կարծեմ, կսե որ իր ականջը կկոցե, օրենքը լսելուց, նրա աղոթքն անգամ պիղծ է։ Այսինքն, ինչի մասին կխոսաստեղ։ Դունձի չես լսե, եսը քեզի, կարճ։ Չլսելը նիք չէ, որ այն որ մեր երեխեքին կսենք վաճական կնա հացի համամակ, եշտամ ու երկու օր չկա վաճական, հələ չի գնացե։ Լսելը սիգե, վաճական հացի կնա կամ դաների մեր երեխեքից կսեմ, հացի կնա, մեկը կտեսնի որ 5 րոպեից հացը բերել դրել են սեղանին։ Էդե շատ եզակի դեպքեր են, հրաշալի։ Չէ, մի երեխեքի մետասակապ դիսես որ իրանք նոր հասկանան թե դու իրանց ինչ սեցիր։ Այդպես հոգևոր ոլորտի մեջ ենք երեխեք ջան, շատ շատերը, ու կզարմանան թե ինչի Աստված իրանց չի լսե։ Մի կաշտանք Եսայան, հա, Գործքի 4:32-ից 37։ Исайя какой? Եսայա 59:1-2-ը քուր։ 59:1-2-ը կարտացել եմ։ Հմի Գործքի 4:32-ից 37։ Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էին։ Մեկ սիրտ ու մեկ հոգի էին։ Ստեղ ինչի մասին կխոսացվի։ Միաբանության մասին։ Միաբանության մասին, որ բոլորը նույն բանին կհավատային։ Կարա միկրոֆոնդ փակե։ Նրանցից մեկը չերսե իմ ստասվածքից մեկի համար թե իրենն է, հաբա իրենց ամեն բաները հասարակած կսեպեին։ Պատկերացնեք, ինչ խեղ է։ Դու գիտեք առաջներում ինչ ձևի Աստված հզոր ձևով կգործեր եկեղեցիների մեջ։ Հզոր ձևով կգործեր եկեղեցիների մեջ Աստված։ Կարաչան, դու միկրոֆոնդ փակե։ Դու միկրոֆոնդ փակե, հա, Կարնե։ վիդեոտ փակե քու։ Քու վիդեոտ դու փակե։ Աբրիս։ Ուրեմն այն ժամանակ ինչեր Տիրոջ ներկայությունը ուժեղ, Տիրոջ ներկայությունը ուժեղ էր, որովհետև միաբանություն կար։ Մի հատ հաց ունեին կկիսեր, իժաքրոջ հավատակցի հետ։ Կով ունեին, մորտեին կբաժնեին։ Հասկնաք, հավասարություն էր։ Ստեղ գիտեք որ օրենքը կգործեր, այսօր Աստված այդ խոսքը տվավ։
Առաջի մեզ պատվիրանը սիրիշ քո Տեր Աստծուդ, քո բոլոր սրդովդ, մտքովդ, անձովդ ու զորությունովդ, Մատթեոս 22-ի 37-ից 39։ Երկրորդն է կսե սրա նման է. Սիրիր քո ընկերոջդ քո անձիդ պես։ Սիրիր քո ընկերոջդ քո անձիդ պես։ Այսինքն ինչ քո անձիդ հոգ կտանես, քո անձդ կկերակրես, այդպես քո ընկերոջդ սիրե։ Եթե եկեղեցու մտիկ չկա, դիք եկեղեցի չէ ճիշտ։ Եթե մեր եկեղեցու մեջ մեկը տներ պալատներ ունի, մեկը թոմիկի մեջ կապրի կամ վարձով կապրի, երեխեքը դիք ճիշտ եկեղեցի չէ։ Ես չեմ սե հենց սկզբից պես կեղնի։ Պետք կամաց բույսնոր կգցես հողի մեջ, ինքը կամաց կաջի, չէ։ Մեկից չի աճի, չնայած Աստված որ ուզենա մեկից է կաջեցնը, չէ։ Հովնանն էր որ փախավ, որ թզենին մեկից աճը ծրեց, որ հովնարինկը։ Մեկից աճը ծրեց։ Բայց հիմնականում ամեն ինչը կամաց կաջի։ Եկեղեցում պետք է մենք հասցնենք այն մագարտակին, որ մենք դառնանք մեկ ընտանիքի անդամներ։ Երկու հատ շոր ունես, մեկը տուր քրոջդ։ Կոշիկները պոկված կու կա քու տունդ։ Դու միսա հլը նայ ինչը մի ադմ կոշիկե չեն կրնա առնեն, ուրեմն Աստված իրա հետ չէ։ Աստված իրա հետ է, քու հետդ, չէ որ կոշիկի թակը իրան չես տա։ Քու հետ տորեղներ քեզի կսեր թե երեխիս խրկել եմ որ կոշիկ հագցնեմ։ Չէ որ Հիսուսը միշտ աղքատի տեսքով կեշտա։ Մեր այդպես պատմությունում կա, չէ որ կոշկակարին Աստված կսե թե ես իջեք անգամ պդի կամ քու տունդ, չէ, կսե ես եկուց պդի քու տունդ կամ ու այս կոշկակարը ամբողջ օրը կսպասե որ պդի իջա տունը կա։ Կսպասե։ Ուրեմն մեկը բերեկը կոշիկը իջա մոտը կսե թե կեղնոր փողը ուշ տա, մոտավոր կպալմեմ միտքը, հա կսե ինչ կա, խնդիր չկա, տար։ Ուշ կբերեմ էլի, մյուսը կուկա կսե կեղնոր կպծնես կոշիկս ու հետ փող չունիմ ես տալու, կոշիկ չունիմ հագնելու, հա կսե, ինչի՞ չէ։ Մեկն է կուկա տնից ինչ որ հաց կտանի ու քիշերը նստած կսպասե։ Հəbə Հիսուս ջան, ինչի՞ չեկար։ Հիսուսը իրան քայլում կսես քեզ իժեք անգամ այցելել եմ։ Այդ կոշիկ կպծնել տվողը, վերասյա, նախտ եւ այլն տնից որ հաց ուզեց կերծրեց, դիք Հիսուսն էր, երեխեք։ Շատ հաճախ կնա Տերը ու քրոջը դու աղբորդ քեզի փորձելու համար էր, մեր սոված օրվա հացի կարոտ խրգեք ու մոտը որ տեսնի թե դու արդյոք իրան կհոգաս թե չէ։ Դու քու ունեցածիդ կես արդյոք իրան կուտաս թե չէ։ Բայց մի բան մեսեմ, նորից սկսեմ, տիրոջով երեք։ Մարդու կա ուղակի, եթե կուզես լավություն ենես, պդի հեշտան չենես։ Հեշտ տեսել եք են Պագատի է տոժե պլաչուտ։ Քեզնից լավ ամեն ինչ ունի, լացեղնելով քեզնից կպոգե։ Ես պես օրինակ գիտեք իշքան տեղեր եմ այցելել։ Զանգել են որ իրանք կարիքա որ ընտանիք են, իմ լուսամուտս տեղի պոգվեր կգներ, գնացել եմ։ Այդ մարդուն օգնելու, երբ որ լուսամուտ դրած իրա պայմաններ լավ, իմ լուսամուտս պոգվեր կգներ այս սենյակի ու կուխնունը։ 2 տարի առաջ եմ փոխել, բայց ես կեշտայ ուրիշներին օգնեի։ Հասկնաք դոր համար պիտի մենք նայենք թե ում Տերը կառաջնորդի Աստված ինձ տարբեր տեղեր տարավ, տարբեր տներ ցույց տվավ ուսավ տես բալես։ Որ ամեն մեր լացին էլ պետք չէ հավատալ։ Մարդիկ կար մի թոնից լավ լացեղնին մինչև հանգստանան։ Կամ եմ դիսես ավելի բարձր լաց, վրեժ չի ազդել, քնա ավաշխարե։ Բայց մարդիկ կան երեխեք, որ իջոք պիտի օգնես, ինքը քու քուրդ է, ինքը քու աղբերդ է, ինքը չի կրնա ծառայության մասնակցել, որովհետև հեռախոս չունի, որովհետև սոված է, վարձով կապրի եւ այլն, խնդիրներ կա։ Շատ կարևոր է որ մենք օգնենք մեր հավատակիցներին։ Շատ կարևոր է։ Բարձրացնենք մեր հավատակիցներին։ Ու երբ որ այդ գործերը ենք, Տիրոջ ներկայությունը ուժեղ կեղնի։
Քսե նայեք ինչ կաշկի էր այդ նվիրվածությունը, քսե առաքյաներ մեծ օրությունով վկային Տեր Հիսուսի հարությանը, նրանցից ամեն մեկի վրա մեծ շնորհք կար, նրանց մեջ կարադություն քաշող չկար, քանի որ նրանք, որ ագարակների կամ տների տեր էին, կծախեին ու ծախվածների գինը կբերեին, ու առաքյանների ոտքերի կտնեին, ու ամեն մեկը իր կարադությանը նայելով կբաժներ։ Ով ինչ ուներ, ագարակներ ուներ, տներ ուներ, երեխեք ծախեին կբերեին ուրտեղ, իրանք իրանցով չէին բաժնել։ Ստեղ մի ադամ նշպություն կա։ Կբերեին կտնեին առաքյանների ոտքերի տակ, որբիսի պատասխանատուն բաժներ, որովհետև այն պատասխանատուն, որի ոտքերի տակ տրվի մեր զոհաբերությունները, ինքը պատասխանատու է Տիրոջ առաջ, թե ում կցանե, ուրդեղ կցանե։ Հասկնակը ինքնակլուղ բաներ չէին ենե, բերեին առաքյանների ոտքերի տակ տնեին, ես կանեմ բերե, ես կանեմ բերե, միամ նայ ով ինչի կարիք ունի, առաքյաններին կսեին, առաքյանների ոտքերի տակ տնեին։ Իսկ առաքյանները եսօրվա փոխհարաբերական իմաստով շատ զգույշ պիտի եղնեն օր, հասկնան օր, դիք քու ոտքերի տակ չեն տրոր, քեզի առնիս հագնիս կավվիս, իսկ եկեղեցու տանտամներ սոված մնան։ Դիք կնշանակի որ Հիսուսի ոտքերի տակ տնեն, այսինքն դու պիտի աղոթես, ես չեմ սե կարող Աստված քեզոր, քեզ էս ինչ բաննար, սաղորը կտանջվիս, կաշխատիս, դիգե կրնասե, միանշանակ կսե, առաջինը կրնա քեզիս է, բայց որ դու կուտես հիշոր քո աղբերդել է սոված։ Պիտի ծառայցնեն զոհաբերությունները եկեղեցու անդամների համար, ես դիգ եմ միշտ տեսեն, ձի միշտ Աստված պես է ցույց տվել։ Շատ եղե որ ինձ զոհաբերություններ են ղրկե, Աննա ջան, քեզի քո ընտանիքիդ համար, ինքան է եղե, սերեմ կեղնոր դուք ինձի չսեք։ Ինձի պետք չէ երեխեք։ Թողեք Աստված ինձի սե, կարող է դու ղրկես որ ես հմի տամ ես ինչ քրոջը։ Ղրկես կտերսել է լավ է սերը։ Թող ես տեսնիմ, թե Աստված ինձի ինչ կսե ու ես օշնեմ էս ինչին։ Եթե դու սեցիր Աստված ինձ իսավ, խնդիր չկա։ Այդ օրհնությունը ես իմս կհամարեմ, բայց ես պիտի Տիրոջից է հաստատություն ստանամ։ Ոստեղ գիտեք որն է, ինձ ինչ է Աստված սորվեցրե։ Ինչ ունիս որ չես առե։ Իսկ եթե առել ես, ապա ինչու չառածի պես կպարզենաս։ Այսինքն իմս էլ իմս չէ, քու տված դե իմս չէ։ Ամեն ինչ առել եմ Տիրոջից ու Տիրոջ համարել պիտի ծախսվի ու Տիրոջ փառքի համար։ Ստեղ Տերը շատ առաջնորդների նաև զգուշացում կենեոր ու շադիր եղեք թե իմս իմ ուզածովս կծառայցնես թե քու ուզածովդ, որովհետև շատ վտանգավոր է երեխեք։ Տիրոջ երեխուից հետ է սխալ վարվելը վտանգավոր է։ Զոհաբերության նկատմամբ պես սխալ վարվելը շատ վտանգավոր է։ Ու մի հատ կարևոր բան ասեմ, առաջինը քու նկատմամբ դե սխալ մի վարվի։ Մարդիկ կան կթողնին որ իրանց սախ ձևի բանցնեն, վերջում արդեն ուժասպար կեղնեն ու կգնեն։ Հանգստի դե ժամանակ տրամադրե, հաց ուտելու դե ժամանակ տրամադրե, միս ամաման քրողն ու դե դու կեր, պապան քրողն ու դե դու դե կեր։ Ինչի՞, կեսը դու կեր, կեսնե թող երեխեն ու դե։ Հələ որ կուզես իմանաս, եթե քու երեխուդ մեջ բաժնես, միշտ քեզի քիչ ավել վերցրա, որ երեխեդ նույնիսկ ուտելիքի մեջ հասկնա, որ ինքը փոքր է դու մեծ։ Նույնիսկ այդ քու բաժնածը հացով է ցույց տուրի ժամ։ Որովհետև դու այսօր սեցիր մաման քրողն ու դե։ Երեխեն էլ որ մեծացավ քեզի քրողը կուտա, ինքը հացը կուտե։ Ինչի՞, մամա ջան, դու չես սոր մաման քրողն ու դե։ Կարևորը դու ես։ Իսկ որ դու ցույց տաս որ ինչեղ թե բալա ջան, մաման էլ է կարևոր, մաման գիտես ինչեղ կարևոր է։ Մաման որ չուտե քեզի ինչեղ ուժ ունենա որ պայ։ Դու դիպնի փոքրուց սորվծնես, չէ՞ երեխին։ Իսկ որ չսորվծրեցիր, մեկ քիչ մեծը ծար երեխեդ է, մեծը ծա, մաման կդառնա 0, արդեն երեխեն է միշտ գիտի որ պիտի այն ինչ որ կա, պիտի ամեն ինչը հասնի իրան։ Հասկացաք երեխեք ջան։ Սկանը ինչ որ այսօր Տերս առաջնորդեցելու աղոթենք վերջացնենք ծառայությունը։ Եթե ինչ որ մեկին Տերը լցրել է աղոթքի, կրնակ աղոթեք ժողովուրդ ջան։ Կա ինչ որ մեկ որ Տերը լցրել է աղոթքի։
Գոհություն, շնորհակալություն Հայր ջան քեզ։ Դու այնքան բարի Աստված ես։ Դու այնքան ողորմած ես։ Այնքան շնորհակալ եմ այսօրվա տված այդ քո կերակուրների համար։ Որ դու ամեն ժամանակ մեզ հետ ես, մեզի հոգ տանես, մեզի կերակրես ու չես թողնոր մնանք սոված կամ օրվա հացի կարոտ։ Ու ամենակարևոր հացը դի քո խոսքը դե։ Այո, դիք ճիշտ է, մարդը քո հացով դե կրնա ապրի, այսինքն քո խոսքովդ։ Եթե դու ուզենաս, մեզի օրերով է կրնաս սոված բայես։ Մարդիկ եղել են օր, ամիսներով հաց չեն կերել ու դու պայել ես իրանց, կերակրել ես։ Կխնդրեմ ու կաղաչեմ քեզնից, Տեր ջան, որպեսզի մեր եկեղեցու մեջ բերես սրբություն ու մաքրություն։ Դցրում մեզի քո ճշմարիտ գիտությունով Տերս, հանդիմանե ամեն օր ամեն մեկիս մեղքն ու սխալը։ Օգտագործե ամեն մեկիս քո անունիդ ու փառքիդ համար։ Փառքես Տերս։ Կաղոթեմ բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների, ժողովուրդների, բոլոր եկեղեցիների համար։ Որտեղ մեղք կա, որտեղ սխալ կա, հանդիմանե։ Խոնարեցրու ամեն մեկիս, օգնոր ամեն մեկս փնտրեն քո երեսդ, քո կամքդ, ու դառնան քեզի հաճելի ու պիտանի մարդիկ։ Բժշկի ամեն մի հիվանդի, կառուցեք հանդված ընտանիքները։ Այն մարդիկ, որոնք կողագիցներ չունեին Տերս, ես կաղոթեմ, որպեսզի դու ամեն մեկի կողքը կանգնեցնես նրանց, որ քո սուրբ կամքիդ պես են։ Պահե ու պաշտպանե ամեն մեկիս չարից։ Տերս օգնոր ադենքեն ինչ որ դու կատես։ Սիրենքեն ինչ որ դուք սիրես։ Չէ որ մենք քո կենտանի տաճարդ ենք։ Դու ապրի մեր մեջ ամբողջությամբ։ Քայլե մեր միջից, խոսա մեր միջից, գործե մեր միջից, մտածե մեր միջից, երազե մեր միջից, քո ծրագրերդ իրականություն դարձրու մեր միջից Տերս։ Մենք քեզի կհանձնվենք ամբողջությամբ։ Օգնոր սիրենք բոլոր մարդկանց ու ներենք հատկապես մեզի ցավծնողներին, որովհետև մեզի ցավծնողները մեզի հմտացնողներն են, մեզի բարի դարձնողներն են, մեզի քեզի մոտեցնողներն են, եթե իրանք մեզի չցավծնեն, մենք քեզի չենք աղոթե ու չենք աղաղակե ու քեզի չենք մոտենա, իրական մենք իրանց ավելի շատ պիտի սիրենք, հուտան այն մարդն էր, ով որ քեզի թակավոր դարձրեց, Տերս, իրա թավաճանությունով, որովհետև չկա մեկ այս երկրի վրա, որ ուզենա մեզի ցավ պատճառե, ու մենք քու կդեղնենք ու այս ամեն մեծ ցավը դու բարձրունքի պատճառ չդարձնես Տերս։ Օշնյալ է քո սուրբ ու հզոր անունդ, հավիտյանս, հավիտենից, ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ների մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս, ամեն։